Պարոն Խանդանյան, ինչպես արտգործնախարարը, այնպես եւ դուք ձեր կյանքի որոշակի ժամանակահատված աշխատել եք Ավրորա մարդասիրական նախաձեռնությունում, դուք որպես բովանդակության պատասխանատու եւ խմբագիր։ Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը Ռուբեն Վարդանյանն է, ով այս պահին Բաքվի բանտում է ադրբեջանական շինծու կեղծ դատավարությունների հետևանքով եւ մեջ, ինչպես մեր մյուս գերիները։ Հարցս հետեւյալն է. աշխատելով նրա հետ, Ռուբեն Վարդանյանի հայրենասիրության եւ մարդասիրության լավագույն դասը ձեզ ո՞րն է եղել։ Տիկին Ավետիսյան, նախ մի բան ասեմ, երբ որ խոսում ենք գերիների եւ պահվող անձանց մասին, մենք պետական պաշտոնյաներ ենք եւ անկախ մեր ունեցած մեր կյանքի տարբեր փուլերում ունեցած անձնական, ընտանեկան, գործնական կապերից մենք չենք կարող որևէ կերպ տարբերակում դնել եւ որևէ մեկի համար ավելի շատ պայքարել, քան մյուսների, դեպ այս դահլիճում մենք ունենք դրա լավ օրինակը, պարոն Գեգամ Մանուկյանը, ես երբևէ չեմ լսել, որ այդ թեմայի շուրջ խոսելուց վկայաբերի միայն իր եղբորը։ Ուստի այդ հարցերում էլ ես սա հաշվի առնելով կուզենամ, որ մենք այդ մասին խոսելիս խոսենք բոլորի մասին եւ նաեւ պիտի ասեմ, որ դրա մասին շատ խոսելն էլ շատ օգտակար չէ, փորձը ցույց է տվել, որ դրա մասին շատ խոսելը, հատկապես այսպիսի ամբիոններից խոսելը շատ օգտակար չէ, ավելի կարեւոր եւ արդյունավետ է դրա մասին գործ անելը։ Այն մյուս մասը ես անձնական հարց եմ դիտարկում եւ դա որևէ կապ չունի մարդկային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեխնացու լինելու հետ եւ կհրաժարվեմ պատասխանել այդ հարցից։ Ես ունեցել եմ շատ լավ աշխատանքային հարաբերություններ իմ բոլոր գործընկերների հետ եւ շարունակում եմ ունենալ լավ կապեր, ընկերական կապեր նրանցից շատերի հետ եւ այստեղ դրա ավելացնելու ոչինչ չունեմ։ Շնորհակալություն, դուք իմ հարցին չպատասխանեցիք հուսանավելով, այստեղ մենք բարձրաձայնում ենք բոլոր առնվազն 19 հայ գերիների այնտեղ պահվող մարդկանց մասին եւ երևի թե Բաքվի, ինչպես ասեցիք, ռադիոից եք այդ ամեն ինչի մասին լսել։ Տիկին Ավետիսյան, ես չխուսանավեցի, ես ուղղակի ասեցի, ես ձեր հարցին չեմ պատասխանում, որովհետեւ ընկալում եմ դա անձնական հարց եւ քննարկվող հարցի հետ կապ չունեցող։ Նախորդիվ չեմ հիշում ազգային ժողովի նախագահի տեխնացուին, թե փոխնախագահի տեխնացուից նաև հարց եք բարձրացրել, թե տիկին Զոնաբենդի նամակը ինչ ուղղված Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին ինչ ճակատագիր ունեցել, ես հետևել եմ եւ արտաքին գործերի նախարարությունը արդեն իսկ կապվել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ եւ նախատեսվում է հանդիպում։ Շնորհակալություն։